Գյումրեցիների շունչը կտրվում է այս տեսարանից։ Քաղաքի կենտրոնում առավոտյան 5 մեքենա է բախվել։ Գարեգի Նժդեհի փողոցի այս հատվածում արյան հետքերը դեռ չեն չորացել։ Ողբերգական ավտովթարից զոհվել է այս Ֆորդի 33-ամյա վարորդը։ Բավականին ծանր վիճակով էր ընդունվել, արդեն կյանքի անհամատեղելի վիճակ էր, վերակենդանացման միջոցառումները չօգնեցին։ Մահացած տղամարդու հետ նույն մեքենայում է եղել 9-ամյա դուստրը։ Աղջիկը ծանր վիճակում հոսպիտալացվել է Գյումրի բժշկական կենտրոն։ Ծանր էր վիճակը երեխայի, կան ուղեղային պրոբլեմներ չկան, գլխի հետ պրոբլեմներ չկան, բայց ուներ այլ վնասվածքներ։ Բժիշկ Բեյբությանի խոսքով երեխային կեսօրից հետո Երևան են տեղափոխել։ Բոլոր հետազոտությունները կատարել են, կոմպյուտերային տոմոգրաֆիա է արվել եւ երեխային տեղափոխել են Ծերեթելի հիվանդանոց։ Փրկարար ծառայության մեքենայի մասնակցությամբ է եղել խոշոր վթարը։ Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի, հրդեհի ահազանգ են ունեցել փրկարարները։ Դեպքի վայր մեկնելիս մի մեքենա փրկարարների կամազի դիմացն է կտրել։ Ներքին գործերի նախարարության կամազում գտնված 3 փրկարարներ վնասվածքներ են ստացել։ Նրանցից մեկը դեռ բուժվում է Գյումրի բժշկական կենտրոնում։ Ըստ բժշկի, միջին ծանրության է առողջական վիճակը։ Մեկ հիվանդ հոսպիտալիզացիա է ենթարկվել Գյումրի բժշկական կենտրոնում, ունեցել է շվողերի կոդրված և կրծքաբանտակի վնասվածք, դա հիմա մեզ մոտ նեյրովիրաբուժական բաժանմունքում է պառկած։ Երկրորդ փրկարարի ականջն է վնասվել, նրան վիրակապել են։ Կատարվել են համապատասխան վիրակապական միջոցառումները և ուղարկվել է ամբուլատոր բուժման։ Մյուս փրկարարը վնասվածքներ չի ունեցել, հրաժարվել է բուժումից։ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ քրեական վարույթ է նախաձեռնվել, ընթանում է նախաքննություն։ Գայանե Մովսիսյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։